Ողջույն բոլորին, այս անգամ տեսանյութը կսկսենք ցուլերից, արդեն տեղադրել էի, բավականին առնետներին էլ անգամ խոսել եմ, տեսնեմ անջատվել է տեսանյութը, այնպես որ կսկսենք ցուլերից, փետրվարի 4-ի կանխատեսում արդեն գցել եմ, ուզենք չուզենք, մենք պետք է նայենք, եթե առնետներին հիշեմ ինչ եմ ասել, անպայման կրկին կասեմ, իսկ ցուլերին այստեղ այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ եւ թե պետք է նայեմ, կամերային տեսնեմ աշխատում է թե չէ։ Ուրեմն այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, ոչ թե մի քայլ, որովհետեւ կարող նաեւ սխալվել։ Նաեւ ինչ որ մի բան է կանգնած, ինչ որ մի բան է դանդաղում, դեռ ժամանակը չի որ լինի, այդպես։ Եվ որևիցե հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու, նորություն կլսեք, տան հետ կապված իրադարձություններ են, առիթ է կամ ծնունդ է կամ որից մեկ այլ առիթ կարող է լինել, կամ ձեր տանը կամ պետք է գնաք։ Նաև կարող եք տեղափոխվել այստեղ, տուն նայել, տան հետ կապված յուրաքանչյուր բան որ կա անել, հյուրեր ընդունել, տուն մաքրել։ Երեխաները այդ օրը բավականին հավատարիմ կլինեն ձեզ, ինչ որ հարցում ձեզ կօգնեն, կաջակցեն, նաև կարող է սա ձեր մտերիմների երեխաներն են, ում հետ որ կարող բերում է ձեր տան, ձեր տանն է թողում, կամ իրենց առիթն է, գնում եք իրենց տուն, այդպես։ Սպասման մեջ եք լինելու, այդ օրը ինչ որ բանի կսպասեք, ինչ որ մեկին կսպասեք, երեկոյան հնարավոր է նաև այստեղ գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն որևէ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար Ձեզ հաճելի օր եմ մաղթում, իսկ հիմա կնայենք առնետներին, ովքեր որ սկսել են։ Կնայենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 4-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ինչ որ մեկի հետ կարող եք վիճել, ինչ որ հարցի հետ կապված կամ նաև տուն եք մաքրում։ Սուտ կա այդ օրը նաև եւ հեռախոսազանգ։ Բայց բացի դա էլ այստեղ նախորդում հիշում եմ նվեր էր, որը հաջողությամբ կարող են ոմանք գնել, որովհետեւ անջատվել էր կապը, դրա համար պետք է հիշեմ, թե ինչ էր նաև ընկել։ Երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ, միգուցե առիթ էր դա, ընտանեկան կյանքներ, ընտան հետ կապված հարցեր էր, գործես թե որ պետք է լուծեիք, անեիք, ոչ հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնելու, եւ ինչ որ մի բան կար ներքևում, ուզում եմ հիշել, չեմ կարող հիշել։ Չեմ կարողանում հիշել, ինչ որ մի բաներ կար, բայց չեմ հիշում։ Համենայն դեպս, նրան նաև գումարեք այս կանխատեսումը, որը հիմա եղավ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 4-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ որ մարդկանց եք սպասելու կամ ինչ որ բանի։ Նաև այդ օրը ոչ հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում, դա հանկարծակի լուրի միջոցով կիմանաք, հա, ոնց որ կամ միգուցե ձեր մեղքով այն միգուցե չեք արել, հա, ինչ որ մի բան է, որը հանկարծակի լուրը այդպես կստանաք։ Նաև տհաճ պահեր կան այստեղ ժամի հետ կապված, կամ դուք եք ուշանում, կամ դիմացինն է ուշանում, կանգնած է այստեղ, կամ կանգնած սպասում եք ժամերով։ Ամենայն դեպս յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո այդ քայլը արեք, միշտ ապեք։ Ինչ որ պահի հետ է սա, տհաճ պահեր են ժամի հետ կապված կամ ժամանակի։ Արդեն ամեն մեկի մոտ դա ինչ որ մի ձև կլինի։ Նվեր կգնեք այդ օրը կամ նվեր կստանաք։ Եվ նաև ինչ որ մի բան ձեզ հիասթափեցնում է, տխրեցնում է, միգուցե դա է, ժամի հետ կարող է կապված լինել, հա, ինչ որ բաց թողնված հնարավորության հետ կապված կլինի, դե ձերն է, հա, ձերն է, այնպես որ դուք կարող եք անելով եւ բաց չթողնել, հա, այդ հնարավորությունը։ Կամ ինչ որ մեկից կարող եք այդ օրը հիասթափվել, ինչ որ բանից կարող եք հիասթափվել, եւ կարող ինչ որ բանի եք սպասում եւ չի լինում, չեն անում, ոչինչ չեն անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 4-ին, 14-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը
կամ որ եթե տեղեկատվություն եք լսում, որը կամ սուտ է, կամ սուտն է բացահայտվում, կամ որ եթե փաստաթուղթ եք ստանում, այդտեղ է կամ ինչ-որ մի բանը սուտ է, կամ նաև դրանով ոնց որ սուտ է բացահայտվում նաև։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, օձեր կան ձեր շրջապատում, բամբասանք, չար վերաբերմունք, վատ վերաբերմունք, այդպես ձեր հանդեպ, ձեր նկատմամբ, նաև գաղտնիք կբացահայտվի, ինչ որ հարցում էլ, ինչ որ բաներ ձեզ երջանկացնելու է, միգուցե գաղտնիքն է լավը, եւ գումար կամ կծախսեք կամ կվճարեք կամ նաև ինչ որ մեկի հետ գումարի մասին կխոսեք կամ միգուցե այստեղ փաստաթղթի մեջ է գրված, հա, որ եթե գումար, հա, դա է կաղազում սուտ է, հա, ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 4-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ոչ է գաղտնիք կբացահայտվի, նաև ինչ-որ հարցում նաև հաղթանակ դուրս կգաք, ինչ-որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու այդ օրը։ Սպասում եք բժշկին, սպասում եք դեղատանը, սպասում եք ինչ-որ հիվանդանոցում, տեսնելու նաև հիվանդին, հա, այդպես կարող է նաև լինել։ Եվ տատանվում եք, ծանրութեթև եք անում որևիցե հարց, որևիցե մտածմունքներ ունեք, նաև ընտրության առջև եք կանգնած լինելու։ Ունենք նաև սիրային թաքուն, հա, գաղտնի սիրավեպ սա, կամ գաղտնի գործողություններ են, որոնք որ մարդը անում է, թեկուզ լինի անակնկալ, դա, թեկուզ ինչ-որ մի բան, որ ոչ ոք չգիտի, տան հետ կապված իրադարձություններ կան, միգուցե սպասում եք հիվանդին իրոք տուն բերեն, նաև կարող տեղափոխվել, տուն մաքրել, առիթ լինի, կամ տեղափոխվում եք, հա, մեկ այլ բնակարան կամ գնում եք տուն նայելու, տուն եք մաքրում ու բուրկա եք անում։ Նաև ոմանք ունեն այստեղ սիրային ժամադրություն, ոմանք էլ կպայմանավորվեն իրենց համար շատ հարազատ մարդկանց հետ, իրենց բարեկամների հետ, դե եթե առիթ է, այստեղ կարող է արդեն ոնց որ ժամ պայմանավորվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 4-ին։
Հարգելի օձեր, այդ օրը որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, այն գործերը, որոնք մնացել էին, նաև սա վերջնական որոշում է, որ մարդը կայացնում է, ինչ-որ տհաճ պահեր կան նորվա ընթացքում և ընկերոջ հետ ոչ գաղտնի գործողություններ եք անում, և հույսով եք, որ չեն իմանա, հույսով եք, որ կկարողանաք այն անել, հանկարծակի լուր նաև կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 4-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը ճանապարհ եք գնալու։ Այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հեռախոսազանգ ունեք, որտեղ կարող են ասել գումարը կա, արի ստացի, կամ այդպես, կամ գումարը վճարել եմ, նման որոշ պահեր։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, նաև բանկ, և ոմանք այստեղ եւս պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը, կարող է այդպես գնում եք ոչ նմանատիպ կենտրոն այդ օրը։ Եվ կամ ձեր համար է դա, կամ ոչ մեկի համար եք գնում։ Եվ այդ օրը նաև ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, բիզնեսը առաջ կտանեք, գործերը առաջ կտանեք, նաև պետական հիմնարկության աշխատողի հետ կարող եք հանդիպել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 4-ին։
Հարգելի հայրեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը նվեր կգնաք ոչա մեկի համար կամ նվեր կստանաք, դա յուրաքանչյուր տեսքով կարող է լինել, ծաղիկ եւ այլն։ Ձեր ցանկությունները կիրականանան, եւ կարող եք առիթ կազմակերպել, մարկանց հրավիրել, նաև կարող ուզում եք, որ գնայիք ինչ-որ մի առիթին, հա, եւ ձեզ այդ առիթը հրավերը ունեք։ Ժամը ձեզ համար այդ օրը շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, նաև ժամ կարող եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որ չուշանաք։ Նա ինչ-որ մի բան է ձեզ այդ օրը ցավ տալիս, բայց չեք տխրում։ Ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բան կարող եք լսել։ Տրամադրությունը բարձր է, էներգիայով լի եք, այնպես որ ոչինչ չի խանգարի ձեզ, նաև հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 4-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ինչ-որ գործեր կմնան, չեք հասցնում ավարտել, հնարավոր է նաև ժամի մեջ չեք տեղավորվում, հա, որպեսզի այն ավարտեք։ Ժամը ձեզ համար այդ օրը կարևոր է, ուշադրություն դարձրեք ժամին, որ չուշանաք, ժամ կարող եք պայմանավորվել դիմացինի հետ։ Նաև, որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչ կանեք, ինչպես կանեք, ինչը կհասցնեք, նաև սուտ կա այդ օրը, միգուցե ստի պատճառով է, հա, սուտ կա այդ օրը, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սեր ստանան կողքից, ոմանք սիրոխոստովանություն անեն, ստանան, նաև դա հարազատների շրջապատում գտնվելն է։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, եւ այստեղ ինչ-որ մեկից կարող եք հեռանալ կամ ինչ-որ բանից կարող եք հեռանալ, ինչ-որ մի բան անել, տալ հաճախորդին, հա, դրանից հեռանալ կամ նաև ինչ-որ մի բան է այստեղ։ Ինչ-որ մեկից կարող է ժամանակավոր է, հա, կարող ինչ-որ տեղ եք գնում։ Այսքանը ձեզ համար կամ ստի պատճառով հանում եք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին փետրվարի 4-ին։
Հարգելի ակահողներ, այդ օրը գաղտնի սիրավեպ ունեն ոմանք գաղտնի գործողություններով են զբաղվելու, գաղտնի բաներ կարող անել, անակնկալ եք պատրաստում, հա եւ այլն։ Նաեւ հանդիպում կամ շփում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, որից մեկ հետ կարող եք վիճել այդ օրը կամ տուն եք մաքրելու, նաեւ այդտեղ ցավ է տալիս ինչ-որ մի բան, հա, կարող դա է, կարող վիճում եք եւ դա ձեզ ցավ է տալիս։ Նաև բարկացեք եւ տատանվում եք, այստեղ մտածում եք, ընտրության առջև եք լինելու, ինչ որ բաներ են ձեզ տանջում, մտածում եք դրա մասին։ Նաև դա կարող է լինել, այստեղ մտածում եք արժեր արդյոք ինտիմ հարաբերություններ ունենալ նման մարդու հետ, թե ոչ, կամ նման հոյացա պահեր են այստեղ։ Եվ օրը ձեր ձեռքում է շատ բան հենց ձեզանից է կախված։ Ինչ կանեք, ինչպես կանեք, որը ինչպես կընդունեք, հա, եւ այլն ինչ որ հարցերը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 4-ին։ Հարգելի շներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված այդ օրը, նաև ինչ-որ միտեղ կարող գնալ, կանգնել, մնալ, այնտեղ սպասել ինչ-որ մի բանի կամ երկար ինչ-որ միտեղ մնալ, նաև ինչ-որ մի բան է դա նշանակում, որ դանդաղում է կամ ինչ-որ մի բան է դեռևս կանգնած, առաջ դեռ չի գնում, դեռ չի շարժվում։ Նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո այդ քայլը արեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն կամ ինչ որ նմանատիպ մի բան է սկսվում ձեզ մոտ, հա, որ ամեն ամիս ինչ որ մի բան պետք է տակ դիմացինի կամ գնաք բժշկի կամ եւ այլն։ Դա տանվում եք ծանոթ հետև եք անում, ընտրության առջև եք կանգնած, նաեւ հաղթանակած դուրս կգաք ոյցե իրավիճակում, ոյցե հարցերում։ Նաև հրավերք ոյցե առիթի կամ դուք կհրավիրեք կամ ձեզ կհրավիրեն այդ առիթին, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցերն եք, կարող դա գնում եք վարկ վճարելու, նաև դա բժշկական կենտրոն կարող է լինել, նաև ուսումնական կենտրոն դա կարող է լինել, այդտեղ այդ կենտրոնների հետ այդ օրը գործ կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 4-ին։
Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում, ուրախ կլինենք բարձր տրամադրության սեղանի շուրջ եք նստելու, այդպես բարձր տրամադրությամբ, բայց հետո ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, սեղանի շուրջը, կարող է հենց դա ինձ հետո է։ Հեռախոսազանգ ունեք այդ օրը, ինչ-որ տհաճ պահեր կան, միգուցե հենց այդ սեղանի շուրջ է կատարվում կամ ինչ-որ մի տեղ է, ինչ-որ տհաճ պահից է միգուցե ձեր տրամադրությունը ընկնում։ Նաև ոչ նամակ կստանաք փաթեթ, տեղեկատվություն, ինչ-որ փաստաթղթեր կարող եք ստորագրել, փաստաթղթեր ուղարկել, վերցնել, ստանալ եւ այլն, գրանցել ինչ-որ բաներ եւ գումար եք հետո այդ օրը կամ վճարելու եք կամ գումարի մասին եք խոսելու կամ նաև գումար եք ծախսելու ինչ-որ բաների վրա, սեղանի վրա երևի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։